Երջանիկ են տխուրները։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 4-րդ խոսք։ Երանի նրանց, որ ողբում են, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Սաղմոս 55 6-8 խոսքերում Դավիթը բացականչում է. Ու ասում եմ. երանի թե աղավն ու թևեր ունենայի, որպեսի թրջեի ու հանգիստ լինեի։ Ահա հեռու կփախչեի, անապատում կմնայի։ Կշտապեի փախչել սաստիկ քամուց ու փոթորկից։ Նման խոսքերը վաղ թե ուշ դուրս են գալիս գրեթե յուրաքանչյուր մարդու շուրթերից։ Դավիթը բազմաձայն աղաղակով կրկնում է մարդկության աղաղակը, ազատության և թեթևացման ծանր պայմաններից ազատվելու հնարավորության մասին։ Հենց որ հանդիպում ենք տխրության, հիասթափության, ողբերգության կամ անհաջողության, մենք անմիջապես ցանկանում ենք փախչել դրանցից, ինչպես փախչում են տուն, երբ զգում են փոթորկի մոտենալը։ Բայց կյանքի դժվարություններից փախչելը կարող է շատ ավելի դժվար լինել, քան վատ եղանակից պատսպարվելը։ Որքան ավելի խորն է տխրությունը, այնքան ավելի վատ են հանգամանքները։ Որքան ծանր է հուսահատությունը, այնքան ավելի անկայուն ու անհասանելի է թվում մեզ մխիթարությունը։ Ինչպես արդեն խոսել ենք նախորդ հատվածում, բոլոր երանելիների պատվիրանները մի փոքր պարադոքսալ են։ Սովորական մարդու համար նրանց պահանջներն ու խոստումները կարող են անտեղի և նույնիսկ անտրամաբանական թվալ։ Երկրորդ երանելիների պատվիրանի պարադոքսը ակնհայտ է։ Կարող է լինել ավելի հակասական բան, քան այն գաղափարը, որ ողբացողները իրականում երջանիկ են, որ երջանկության ճանապարհն անցնում է տխրության միջով, իսկ ուրախությանը ողբի միջով։ Ամենօրյա սովորական կյանքում նման գաղափարը թվում է լիովին աբսուրդային։ Ի վերջո, ցանկացած մարդու կյանքը, հասարակ կամ փորձառու, հարուստ կամ աղքատ, անգրագետ կամ բարձր կրթություն ստացած, կառուցված է ենթադրաբար անսասան սկզբունքի վրա, որ երջանկության ճանապարհը կայանում է ինքդ քեզ հաճեցնելու մեջ։ Երջանկությունը կազմված է հաճույքից, փողից, փառքից, գովասանքից և ինքնադրսևորվելու ունակությունից։ Մյուս կողմից, երջանկությունը չկորցնելու համար պետք է փորձել խուսափել ցավից, տառապանքից, դժվարություններից, վշտից, հիասթափությունից, աղետներից և այլ խնդիրներից։ Նախքան լիակատար երջանկություն վայելելը, պետք է խուսափել բոլոր տեսակի դժվարություններից։ Բոլոր դարերում աշխարհը հիմնված է եղել պարզ աքսիոմայի վրա, որ ամեն հաճելի բան կարծես երջանկություն է բերում, իսկ ամեն տհաճ բան երջանկությունից զրկում է։ Այս սկզբունքը թվում է այնքան ակնհայտ, որ շատերը թույլ չեն տա իրենց մի վայրկյան անգամ կասկածել դրանում։ Սակայն Հիսուսը ասաց. «Երանի ողբացողներին»։ Եվ նույնիսկ ավելին, նա ասաց. կարդանք Ղուկասի ավետարան 6-րդ գլուխ 25 խոսք. Վայ ձեզ, որ կուշտ եք, որովհետև պիտի քաղցեք։ Վայ ձեզ, որ ծիծաղում եք հիմա, որովհետև պիտի սգաք ու լաք։ Այդպիսով ցույց տալով Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 4-րդ խոսքի պատվիրանի հակառակ կողմը։ Հիսուսը շրջեց կյանքի վերաբերյալ աշխարհի պատկերացումները գլխիվայր, և երջանկության ցուցանակը շրջեց հակառակ ուղղությամբ։ Որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ուներ Հիսուսը և ինչ նկատի չուներ, այս համատեքստում կանդրադառնանք ողբի իմաստին և դրա արդյունքը, ինչպես նաև, թե ինչպես սովորել այդպես ողբալ, և ինչպես ինքներս մեզ ստուգել, արդյոք իսկապես ողբում ենք։ Ողբալու նշանակությունը։ Ողբալու պատճառները կարող են տարբեր լինել։ Կան պատճառներ, որոնք ընդհանուր են ողջ մարդկության համար, ինչպես հավատացյալների, այնպես էլ անհավատների համար։ Այս պատճառներից մի քանիսը բավականին բնական և նորմալ են։ Տերը շատ լավ գիտի դրանց մասին և իր ժամանակին հոգ կտանի։ Մյուսները նորմալ չեն և անբնական են, որոնք առաջանում են բացառապես մեղսալի կրքերից ու ցանկություններից։ Անտեղի տխրություն։ Անտեղի վիշտը առաջանում է սխալ, այլասերված ձգտումների կամ սեփական մեղավոր ծրագրերն ու կրքերը բավարարելու անկարողությունից։
Տերը աջակցություն կամ մխիթարություն չի տրամադրում նրանց, ովքեր վշտանում են այս պատճառով։ Դավթի որդիներից մեկը, Ամնոնը, այնքան նեղվեց, որ իր քրոջ Թամարի պատճառով հիվանդացավ, քանի որ նա կույս էր, և նրան մի բան անելն Ամնոնի աչքում շատ դժվար էր երևում։ Երկրորդ Թագավորաց 13-րդ գլուխ 2-րդ խոսք։ Ամնոնի վիշտը բացատրվում էր անբավարարված մեղավոր ցանկությամբ։ Ոմանք նորմալ բնական վիշտը հասցնում են անբնական ծայրահեղությունների։ Երբ մարդը այնքան երկար և անմխիթար սգում է հարազատի կորուստը, որ կորցնում է կյանքի նկատմամբ իր ողջ հետաքրքրությունը, նրա վիշտը դառնում է մեղավոր և կործանարար։ Այսպիսի դեպրեսիան սովորաբար կապված է մեղքի զգացման հետ։ Այն խիստ եսակենտրոն է, իսկ քրիստոնյայի մոտ դա Աստծո հանդեպ անհավատարմության և նրա նկատմամբ անվստահության նշան է։ Այդպիսի վիշտ էր զգում Դավիթը, մասամբ փորձելով շտկել մեղքի զգացումը։ Երբ նրա մյուս որդին Աբիսողոմը ապստամբեց հոր դեմ և սպանվեց, Դավիթը սկսեց անմխիթար լաց լինել։ Կարդանք Երկրորդ Թագավորաց 18-րդ գլուխ 33 խոսքից մինչև 19-րդ գլուխ 4-րդ խոսք։ Եվ թագավորը խռովեց, բարձրացավ դարպասի վերնատուն ու լաց եղավ, և քայլելով այսպես էր ասում. «Որդյակ իմ, Աբիսողոմ, երանի թե քո փոխարեն ես մեռնեի։ Աբիսողոմ, որդյակ իմ, որդյակ իմ»։ Հովաբին հայտնեցին, թե ահա թագավորը Աբիսողոմի համար լաց է լինում ու սգում է։ Այն օրը հաղթանակը սգի վերածվեց ամբողջ ժողովրդի համար, քանի որ ժողովուրդը լսել էր, թե ինչպես է թագավորը սգում իր որդու համար։ Եվ այն օրը զորքը գողի նման էր մտնում քաղաք, պատերազմից փախչած ու խայտառակված զորքի պես։ Իսկ թագավորն իր երեսը ծածկեց, ու թագավորը բարձր ձայնով ողբում էր. «Որդյակ իմ Աբիսողոմ, Աբիսողոմ, որդյակ իմ, որդյակ իմ»։ Հովաբը չկարողանալով դիմանալ, հանդիմանեց թագավորին։ Կարդանք Երկրորդ Թագավորաց 19-րդ գլուխ 5-6 խոսքերը։ Եվ Հովաբը ներս մտավ թագավորի մոտ ու ասաց. «Այսօր քո կյանքը, քո որդիների ու աղջիկների կյանքը, քո կանանց ու հարճերի կյանքը փրկող բոլոր ծառաներիդ սևերես արեցիր, քանի որ սիրում ես քո թշնամիներին, իսկ բարեկամներիդ ատում ես, որովհետև այսօր երևաց, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները, և այսօր ես հաստատ իմացա, եթե այսօր Աբիսողոմը ողջ մնար, և մենք բոլորս մեռնեինք, դա քեզ հաճելի կլիներ»։ Փառասեր և անիրավ Աբիսողոմը կազմակերպեց ապստամբություն, թագավորին իր հորը դուրս վտարեց Երուսաղեմից և գրավեց պալատը։ Դավթի սերը որդու հանդեպ լիովին հասկանալի է, բայց այդ պահին նրա բանականությունը ակնհայտորեն մշուշոտ էր։ Հնարավոր է, որդիների վատ դաստիարակության համար, մեղքի ուժեղ զգացման, ինչպես նաև այն գիտակցման պատճառով, որ Աբիսողոմի հետ կապված ողբերգությունը Բերսաբեի հետ իր մեղքի հետևանքներից մեկն էր։ Դավթի լացը հատեց բնականի սահմանը։ Համապատասխան տխրություն։ Իհարկե, կան նաև այլ պատճառներ վշտանալու, բավականին բնական և ընդհանուր ողջ մարդկության համար։ Այս դեպքերում վիշտն ու լացը ելք են տալիս մեր կյանքը թունավորող բացասական տհաճ հույզերի համար նպաստելու ապաքինմանը, ինչպես վերքը լվանալը պաշտպանում է վարագից։ Անհոգ կյանքը ամենայն հավանականությամբ դատարկություն է։ Որպես կանոն, մեզ շատ ավելի սովորեցնում և դաստիարակում է վիշտը, քան ուրախությունը։ Սառայի մահը ստիպեց Աբրահամին լաց լինել։ Կարդանք Ծննդոց 23-րդ գլուխ 2-րդ խոսք։ Եվ Սառան մեռավ Կարիաթ Արբայում, որը Քեբրոնն է Քանանի երկրում, և Աբրահամը եկավ, որ Սառայի համար սգա և լա։ Բայց հավատացյալների հայրը լաց էր լինում ոչ թե հավատքի հիասթափությունից, այլ սիրելի կնոջից բաժանվելուց, ինչի համար լիովին իրավունք ուներ։ Աստծուց ժամանակավոր բաժանման զգացումը
Սաղմոս 2-ին ստիպեց ասել։ Կարդանք Սաղմոս 42, 1-3 խոսքերը։ Ինչպես եղջերուն է ջրի վտակներ փափագում, այնպես էլ իմ անձը քեզ է փափագում, ով Աստված։ Հոգիս ծառավի է Աստծուն, կենդանի Աստծուն։ Երբ եմ գալու ու երևալու Աստծո առջև։ Ցերեկ ու գիշեր արցունքներս ինձ հաց եղան, մինչ շարունակ ինձ ասում են. Ուր է քո Աստվածը։ Անհաջողությունները եւ հիասթափությունները Տիմոթեոսին ստիպեցին լացել, ինչի արդյունքում նրա հոգևոր առաջնորդը Պողոսը գրեց։ Կարդանք 2 Տիմոթեոս 1:3-4 խոսքերը։ Շնորհակալ եմ Աստծուն, որին ծառայում եմ իմ նախահայրերից ժառանգված մաքուր խղճմտանքով, երբ իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում, հիշելով քո արցունքները, խիստ ցանկություն ունեմ քեզ տեսնելու, որ ուրախությամբ լցվեմ։ Իսրայելի ժողովրդի մեղքերի եւ գալիք երկնային պատժի մասին ցավալի ապրումները ստիպեցին Երեմիային լաց լինել։ Կարդանք Երեմիա 9-րդ գլուխ 1-րդ խոսք։ Երանի թե գլուխս ջուր լիներ եւ աչքերս արտասուքի աղբյուր, որ ցերեկ ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։ Եփեսոսի հավատացյալների հոգևոր բարեկեցության մասին մտահոգությունը վշտացրեց Պողոս առաքյալին։ Նա ասաց. Կարդանք Գործք առաքելոց 20-րդ գլուխ 31 խոսք։ Ուստի արթուն եղեք եւ հիշեցեք, որ 3 տարի գիշեր-ցերեկ չդադարեցի ամեն մեկիդ արցունքներով զգուշացնելուց։ Եվ Եփեսոսի եկեղեցու երեցները նրա հանդեպ իրենց մեծ սիրո պատճառով արցունքներով աղոթեցին, ճանապարհելով նրան Միլետոսից։ Կարդանք Գործք առաքելոց 20-րդ գլուխ 38 խոսք։ Սրտները ցավում էր մանավանդ այն խոսքի համար, որ ասաց, թե այլևս իր երեսը չեն տեսնելու, եւ նրան ուղեկցեցին մինչև նավը։ Դժբախտ հոր վիշտը բացատրվում էր անկեղծ սիրով, որը իր դիվահար որդուն բերեց Հիսուսի մոտ բժշկելու համար։ Անշուշտ, նրա աչքերում արցունքներ կային, երբ նա աղաչեց Քրիստոսին օգնության համար եւ խոստովանեց. Տեր, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը։ Մարկոսի ավետարան 9-րդ գլուխ 24 խոսք։ Զղջացող երկյուղածությամբ լի նվիրվածությունը մեղավորին ստիպեց լաց լինել իր մեղքերի համար, երբ նա եկավ Փարիսեցու տուն եւ սկսեց արցունքներով թրջել Հիսուսի ոտքերը եւ սրբել գլխի մազերով։ Եվ հպարտ տանտիրոջը, ով վրդովված էր այդքան անպարկեշտ նվաստացման եւ իր պատիվը խախտող ճաշի ընդհատման տեսքից, Հիսուս ասաց. Կարդանք Ղուկասի ավետարան 7-րդ գլուխ 47 խոսք։ Դրա համար ասում եմ քեզ, այս կնոջ մեղքերը թեև շատ են, ներված են, որովհետև շատ սիրեց, բայց ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում։ Անսահման աստվածային սերը ստիպեց Տիրոջը լաց լինել մեռած Ղազարոսի համար։ Հովհաննեսի ավետարան 11-րդ գլուխ 35 խոսք։ Հիսուսն արտասվեց։ Եվ կորած Երուսաղեմի համար, որը նա ուզում էր հավաքել, ինչպես հավն է հավաքում ձագերին իր թևերի տակ։ Մատթեոսի ավետարան 23-րդ գլուխ 37 խոսք։ Աստծուն հաճելի վիշտ։ Վիշտը, որի մասին խոսում է Հիսուսը, երկրորդ երանելիների պատվիրանում, ոչ մի ընդհանրություն չունի վերաասված վշտի տեսակների հետ, բնական կամ անբնական։ Տերը անտարբեր չի լինի իր զավակների բնական վշտերի նկատմամբ եւ խոստանում է մխիթարել, աջակցել եւ ամրապնդել մեզ, հենց որ մենք դիմենք նրան օգնության համար։ Բայց խոսքը դրա մասին չէ։ Հիսուսը խոսում է Աստծուն հաճելի վշտի մասին, որոնք կարող են այցելել միայն նրանց, ովքեր ամբողջ սրտով ցանկանում են պատկանել նրան կամ արդեն պատկանում են։ Պողոսը գրում է նման վշտի մասին 2 Կորինթացիներին ուղղված նամակում։
Կարդանք 2 Կորինթացի 7-րդ գլուխ 10-11 խոսքերը։ Որովհետև Աստծո ուզածի պես տրտմությունն ապաշխարության է տանում փրկության համար, որի համար չենք զղջում, բայց աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։ Քանի որ ահա այս նույն բանը, որի համար դուք աստվածային ձևով վշտացաք, ինչպիսի փութաջանություն առաջացրեց ձեր մեջ, ինչպիսի ինքնաքննում, անարժանության ինչպիսի զգացում, ինչպիսի վախ, ինչպիսի մեծ ցանկություն, ինչպիսի նախանձախնդրություն, ինչպիսի վրեժխնդրություն, արդարև ամեն ինչով ցույց տվեցիք, որ այդ հարցում դուք մաքուր եք։ Հոգևոր կյանքը և հոգևոր աճը ծնվում են միայն մեղքի համար աստվածահաճո տրտմությունից, որը հանգեցնում է ապաշխարության։ Աստծուն հաճելի վիշտը անպայմանորեն կապված է ապաշխարության հետ, իսկ ապաշխարությունը մեղքի հետ։ Ինչպես պարզ է դառնում առաջին երանելիների պատվիրանից, երկնքի թագավորության ճանապարհը սկսվում է հոգևոր աղքատությունից, այսինքն սեփական հոգևոր անկարողության ճանաչումից։ Քրիստոսին հնարավոր չէ մոտենալ այլ կերպ, քան անօգնական դատարկ ձեռքերով Աստծո ողորմության և շնորհի համար աղոթքով։ Առանց հոգևոր աղքատության զգացողության ոչ ոք չի մտնի թագավորություն։ Եվ մտնելով դրա մեջ միշտ պետք է պահպանել այս զգացողությունը, իմանալով, որ իմ մեջ, այսինքն իմ մարմնականի մեջ ոչ մի բարի բան չի բնակվում։ Հռոմեացի 7-րդ գլուխ 18 խոսք։ Հոգևոր աղքատությունը անպայման կհանգեցնի աստվածահաճո ողբի։ Հոգով աղքատները կդառնան ողբացողներ։ Ուրիայի և Բերսաբեի դեմ ծանր հանցագործությունից հետո Դավիթը զղջում է և արտահայտում է աստվածահաճո վիշտ։ Սաղմոս 51, 3-4 խոսքերում։ Քանի որ ես ընդունում եմ իմ հանցանքները, ու իմ մեղքը միշտ իմ առջևում է։ Քո, միայն քո դեմ մեղանչեցի, և քո աչքերի առջև այս չարիքը գործեցի, որպեսզի դու իրավացի լինես խոսելիս և հստակ դատելիս։ Հոբը օրինակելի հավատացյալ էր, նա կատարյալ էր, ուղիղ ու աստվածավախ և չարից խուսափում էր։ Հոբ 1 գլուխ 1 խոսք։ Բայց նա նույնպես ստիպված եղավ իմանալ Աստծո մեծության և իր սահմանափակումների, Աստծո անսահման իմաստության և իր մտքի անկարողության մասին։ Միայն այն ժամանակ, երբ Տերը թույլ տվեց նրան կորցնել իր համար ամենից թանկը, ապա հիշեցրեց իր գերիշխանության և մեծության մասին։ Հոբը վերջապես գտավ ճիշտ վիշտը, սկսելով ապաշխարել և ողբալ իր մեղքը։ Կարդանք Հոբ 42-րդ գլուխ 5-6 խոսքերը։ Ականջի լսելով լսել էի քո մասին, բայց հիմա աչքերս տեսնում են քեզ։ Այդ պատճառով նողկում եմ ինձնից, հողի ու մոխրի վրա ապաշխարում։ Տերը սիրում և պատվում է բարոյապես արդար կյանքը, բայց այն չի փոխարինի աղքատ և կոտրած հոգուն, որ Աստված ավելի շատ է սիրում և պատվում։ Կարդանք Եսայիա 66-րդ գլուխ 2-րդ խոսք։ Քանի որ այդ բոլորն իմ ձեռքն արեց, և այդ բոլորը եղան, ասում է Տերը, բայց այս մարդուն պիտի նայեմ, որ աղքատ է և կոտրած հոգի ունի, և դողում է իմ խոսքից։ Ինչպես ասացինք առաջին երանելիների պատվիրանի քննարկման ժամանակ, Մակարիոս երանելի բառը նշանակում է երջանիկ կամ ուրախ։ Հաստատված աստվածային վճռով այս երջանկությունը կդառնա անխուսափելի պարգև նրանց համար, ովքեր կկատարեն Աստծո կողմից սահմանված պայմանները։ Երկրորդ պատվիրանի պայմանը ողբն է, երանելի են ողբացողները։ Նոր Կտակարանում, երբ խոսքը վերաբերում է ողբին, օգտագործում են 9 տարբեր հունարեն բառեր, այդպիսով ցույց տալով նրա սովորականությունը մարդու կյանքում։ Ողբը սերտորեն հյուսված է մարդկային գոյության գործվածքի մեջ։ Մարդկության պատմությունը դա արցունքների պատմություն է։ Եվ նախքան որևէ բան դեպի լավը փոխվի, իրավիճակը երկրի վրա ավելի շատ կվատանա։
Հիսուսն ասում է, որ նրա երկրորդ գալուստից առաջ ազգը ազգի դեմ պիտի ելնի, թագավորությունը թագավորության դեմ, եւ սովեր ու համաճարակներ պիտի լինեն, եւ տարբեր տեղերում երկրաշարժեր, բայց այս բոլորը ցավերի սկիզբն է։ Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխ 7-8 խոսքեր։ Մինչ նրա գալուստը պատմության զարգացումը կընթանա մեկ վշտից մյուսը, ավելի փոքր ողբերգությունից ավելի մեծը։ Ողբի բոլոր 9 տերմիններից այստեղ օգտագործվածը պենտեո, լաց լինել ամենաուժեղն է, ամենածանրը։ Այն արտացոլում է ամենաուժեղ եւ խորը վիշտը, եւ սովորաբար օգտագործվում էր, երբ խոսքը վերաբերվում էր սիրելի մարդու մահվան վշտալու մասին։ 5 տակարանի հունարեն թարգմանությունը այս բառն օգտագործում է Հակոբի ողբը նկարագրելու համար, երբ նա կարծեց, թե իր որդուն Հովսեփին վայրի գազանը պատառոտել է։ Կարդանք Ծննդոց 37-րդ գլուխ 34 խոսք։ Եվ Հակոբը պատրեց իր հագուստը եւ քուր ցակավ իր մեջքի վրա եւ իր որդու համար շատ օրեր սուգ արեց։ Այն օգտագործվում է Հիսուսի մահը սգացող աշակերտների վիշտը նկարագրելու համար, ովքեր չգիտեին, որ նա հարություն է առել։ Կարդանք Մարկոսի ավետարան 16-րդ գլուխ 10-րդ խոսք։ Եվ նա գնաց ու պատմեց նրանց, ովքեր նրա հետ էին, մինչ նրանք սուգ էին անում եւ արտասվում։ Եվ այն նկարագրում է համաշխարհային գործարար առաջնորդներին, որոնք ողբում են մեծ նեղության ժամանակ համաշխարհային շուկայի փլուզման պատճառով կրած իրենց կորուստների համար։ Կարդանք Հայտնություն 18-րդ գլուխ 11 եւ 15 խոսքերը։ 11 խոսք։ Ու երկրի վաճառականները ողբալու են եւ սուգ են անելու նրա վրա, քանի որ այլևս ոչ ոք չի գնելու նրանց ապրանքը։ 15 խոսք։ Եվ այդ ամեն ինչի վաճառականները, որ նրա միջոցով էին հարստացել, նրա տանջանքի վախից հեռու են կանգնելու, լալով ու սգալով ասելու են։ Այս բառը փոխանցում է խորը ներքին տառապանքի գաղափարը, որը կարող է արտաքուստ դրսևորվել կամ չդրսևորվել, արցունքներով, ողբով կամ լացով։ Երբ Դավիթը դադարեց մեղքը թաքցնել եւ սկսեց այն ողբալ ու խոստովանել։ Երբ լուռ մնացի, ոսկորներս մաշվում էին ամբողջ օրը հառաչելուց, քանի որ ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրացավ իմ վրա, իմ խոնավությունն ամառվա երաշտի վերածվեց։ Իմ մեղքը քեզ հայտնեցի ու իմ անօրենությունը չթաքցրի։ Ասացի, թե խոստովանելու եմ Տիրոջն իմ հանցանքները, ու դու ներեցիր իմ մեղքի անօրենությունը։ Նա կարողացավ ուրախությամբ հայտարարել. Երանի նրան, ում անօրենությունը ներված է, ում մեղքը ծածկված է։ Օրհնյալ է այն մարդը, ում Տերը հանցանք չի վերագրում, եւ ում հոգու մեջ նենգություն չկա։ Սաղմոս 32 1-5 խոսքերը։ Երջանկությունը կամ երանությունը չի կայանում հենց ողբի մեջ։ Երջանկությունն այն է, ինչ Աստված է անում ողբին ի պատասխան, այսինքն նրան հաջորդող ներման մեջ։ Տիրոջը հաճելի վիշտը բերում է ներում, որն էլ իր հերթին երջանկություն։ Այս դեպքում ողբը ոչ միայն հոգեբանական կամ հուզական ֆենոմեն է, որի շնորհիվ մարդը կարող է իրեն ավելի լավ զգալ, այլ հաղորդակցություն կենդանի սիրող Աստծո հետ, ով տալիս է իրական եւ էական բան, աստվածային ներում։ Դավիթը շատ վշտեր է ապրել, ինչպես բնական, այնպես էլ մեղավոր։ Նա լաց էր լինում մենակությունից, մերժումից, հուսահատությունից եւ հիասթափությունից, նորածին որդու կորստից։ Նա լաց էր լինում նույնիսկ այն ժամանակ, երբ լաց լինելու կարիք չկար։ Օրինակ, երբ կորցրեց Աբիսողոմին, որին Աստված հարվածեց, որպեսի պաշտպաներ Իսրայելը եւ Դավթի մեսիական գահը, բայց ոչինչ այնքան չկոտրեց Դավթի սիրտը, որքան նրա սեփական մեղքը։ Ոչինչ չի կարող համեմատվել այն տանջանքի հետ, որը նա զգաց, վերջապես գիտակցեց իր հանցանքի նողկալիությունը Աստծո առաջ։ Եվ միայն այդ ժամանակ նա իսկապես երջանիկ դարձավ։
երբ նա անկեղծորեն վշտացավ իր մեղքերի համար։ Աշխարհն ասում է. մի կողմ դրեք ձեր խնդիրները եւ ավելի հաճախ ժպտացեք։ Մոռացիր խնդիրներիդ մասին եւ ձևացրու, թե երջանիկ ես։ Այդ նույն փիլիսոփայությունը կիրառվում է նաեւ մեղքի նկատմամբ։ Իսկ Հիսուսն ասում է. խոստովանիր մեղքերդ եւ ավելի հաճախ լաց եղիր։ Եթե մենք լաց լինեինք, ապա մեր ժպիտները իսկական կլինեին, որովհետեւ իսկական կլինի երջանկությունը։ Աստվածահաճո տրտմությունը բերում է աստվածային երջանկություն, որը ոչ մարդկային ջանքերը կամ օպտիմիստական կերպարը, ոչ դրական մտածելակերպը կամ ցանկալիին իրականություն ընդունելը չեն կարող տալ։ Միայն մեղքի համար ողբացող մարդը կարող է երջանիկ լինել, որովհետև միայն մեղքի համար ողբացող մարդն է ներում ստանում։ Մեղքն ու երջանկությունը բացարձակապես անհամատեղելի են։ Որտեղ կա առաջինը, այնտեղ երկրորդի համար տեղ չկա։ Մինչև ներումը եւ մեղքից ազատումը չգա, երջանկություն մի սպասիր։ Մեղքի համար ողբալը պարգևում է ներում, իսկ ներումը ազատություն եւ ուրախություն, որոնց հավասարը ամբողջ աշխարհում չկա։ Կարդանք Հակոբոս 4 գլուխ 8-10 խոսքերը։ Աստծուն մոտեցեք եւ նա ձեզ կմոտենա։ Մաքրեցեք ձեր ձեռքերը, մեղավորներ, եւ սրտներդ մաքրեցեք, երկմիտներ։ Տառապեցեք, սուգ արեք ու լաց եղեք, ձեր ծիծաղը թող սգի վերածվի, ու ձեր ուրախությունը տխրության։ Խոնարհվեցեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ պիտի բարձրացնի։ Ժամանակակից եկեղեցին ծիծաղալու փոխարեն պետք է ավելի շատ լաց լինի։ Քրիստոնեության անվան տակ շրջանառվող թեթևամտությունը, մակերեսայնությունն ու հիմարությունը բավական է, որպեսզի կոտրվել։ Աստծո խորհուրդը բոլոր թեթևամիտ ուրախներին, ինքնաբավարարված երջանիկներին եւ անհոգ ուրախներին հետեւյալն է։ Տառապեցեք, սուգ արեք եւ լաց եղեք, ձեր ծիծաղը թող վերածվի սգի, եւ ձեր ուրախությունը տխրության։ Տիրոջ հավատարիմ զավակը անընդհատ վշտանում է իր մեղքերի համար, եւ որքան հավատացյալը աճում է Տիրոջ մեջ, այնքան ավելի դժվար է նրան մնալ թեթևամիտ։ Այդպիսի մարդը ոչ միայն ավելի շատ է տեսնում Աստծո ողորմածությունն ու սերը, այլև ավելի սուր կերպով է նկատում իր սեփական մեղավորությունը եւ շրջապատող աշխարհի ապականությունը։ Աճել շնորհի մեջ նշանակում է նաեւ աճել մեղքի գիտակցման մեջ։ Դիմելով Իսրայելին, Եսայա մարգարեն ասում էր. Այդ օրը զորած Եհովա Տերը լացի ու սգի, գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու կանչեց։ Եվ ահա ցնծություն եւ ուրախություն, արջարներ սպանել ու ոչխարներ մորթել, միս ուտել ու գինի խմել։ Հետևելով այսօր էլ գերիշխող աշխարհիկ փիլիսոփայությանը, Աստծո ժողովուրդն այդ ժամանակ ասաց. եկեք ուտենք ու խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք։ Եսայա 22-րդ գլուխ 12-ից 13 խոսքեր։ Մենք պասիվորեն հետևում ենք աշխարհիկ փիլիսոփայությանը, բայց ոչ պակաս իրական, երբ մենք ծիծաղում ենք կոպիտ եւ այլասերված կատակների վրա, նույնիսկ եթե դրանք չենք վերապատմում, երբ մեղքով զվարճանում ենք, նույնիսկ եթե չենք մասնակցում դրան, երբ ժպտում ենք անբարո խոսքերին, նույնիսկ եթե չենք ասում դրանք ինքներս, կատակներ ամուսնալուծության մասին, դաժանության նկատմամբ հանգիստ վերաբերմունք եւ հետաքրքրություն սեռական անբարոյականության քարոզի նկատմամբ, այս ամենը ծիծաղ է արցունքների փոխարեն, ուրախություն վշտի փոխարեն։ Կարդանք Առակաց 2-րդ գլուխ 14 խոսք։ Չարիք գործելով ուրախանում են եւ հավանություն տալիս չարերի այլասերումներին։ Նրանք, ովքեր հաճույք են ստացել անարդարությունից, պատիժ կհնձեն այն գործողների հետ միասին, նույնիսկ եթե իրենք չեն գործել այդ մեղքերը։ Կարդանք 2-րդ Թեսաղոնիկեցի 2-րդ գլուխ 12-րդ խոսք։ Եվ դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը, այլ անօրենությունից հաճույք ստացան։ Մեր ժամանակներում եկեղեցիները հաճախ տառապում են մեղքի նկատմամբ այլասերված վերաբերմունքից, որը արտահայտվում է այլասերված հումորի զգացումով,
Երբ եկեղեցու անդամները եկեղեցին դարձնում են կատակների առարկա, ծաղրում են նրա համոզմունքները եւ կանոնները, պատկերում են ղեկավարությանը անպատշաճ ծաղրանկարներում, իսկ բարձր բարոյական պահանջների վերաբերյալ թողնում են զվարճալի մեկնաբանություններ, ժամանակն է ծիծաղը արցունքների վերածել։ Աստվածաշունչը դեմ չէ հումորի նորմալ զգացողությանը, այնպիսի հումորի, որ չի նվաստացնում Աստծո անունը, նրա խոսքը, եկեղեցին կամ մարդկային անձը։ Տերը գիտի, որ ուրախ սիրտը սպեղանու պես օգտակար է, Առակաց 17:22, բայց մեղքին ժպտացող սիրտը ոչ թե դեղ է ստանում, այլ թույն։ Երջանկության ճանապարհը մեղքը անտեսելու մեջ չէ, եւ անշուշտ դրա մասին կատակներ անելու մեջ չէ, այլ մեղքի համար խորը վշտի մեջ, որը դուրս է հորդում Աստծո առաջ։ Իր հոգևոր անկարողությունը կարելի է տարբեր կերպ ընկալել։ Կարելի է, ինչպես փարիսեցիները, ժխտել հոգևոր աղքատությունը եւ ձևացնել, թե մեզ հետ ամեն ինչ լավ է, կամ ինչպես վանականներն ու բարոյական կատարելության համար պայքարողները, կարելի է ընդունել սեփական իրավիճակը եւ փորձել փոխել այն սեփական ջանքերով։ Կարող է նաեւ տեսնելով հոգևոր աղքատությունը այնքան հուսահատվել, որ սկսի այն խեղդել գինով, փնտրել ելք դրանից դուրս գալու թմրանյութերում կամ սոցիալական օգտակար գործողության մեջ, կամ նույնիսկ զենքերը վայր դնել եւ ինքնասպան լինել, ինչպես արեց Հուդա Իսկարիովտացին։ Չգտնելով պատասխան իրենց եւ շրջապատող աշխարհի մեջ, նման մարդիկ որոշում են, որ պատասխան գոյություն չունի։ Մյուս կողմից, ինչպես անառակ որդին, մենք կարող ենք ընդունել մեր վիճակը, սկսել լաց լինել դրա համար եւ դիմել մեր երկնային հորը օգնության համար։ Մեղքի համար լաց լինելը ոչ մի կապ չունի հուսահատության հետ։ Նույնիսկ եկեղեցու կողմից խստորեն պատժված մարդուն պետք է ներում, մխիթարություն եւ սեր տրվի, որ չլինի թե այդպիսին սաստիկ տրտմությանը կուլ գնա։ Աստվածահաճո վիշտը կապված չէ ինքնախղճահարության կամ կեղծ համեստության հետ, որոնք են հպարտության իրական նշանները։ Մեղքի համար իսկական ողբը մեր հայացքը ուղղում է ոչ թե մեր սեփական անձին կամ նույնիսկ մեր սեփական մեղքին, այլ միայն Աստծուն, ով միայն կարող է ներել եւ ուղղել մեղքը։ Այդպիսի վերաբերմունքը սկսվում է, երբ մենք մտնում ենք Քրիստոսի թագավորություն, եւ այն մեզ ուղեկցում է մինչև մեր երկրային ճանապարհորդության ավարտը։ Սա շատ լավ պատկերված է Հռոմեացիներին ուղված նամակի 7-րդ գլխում։ Հակառակ տարածված կարծիքին, Պողոսը պարզապես չի խոսում անցյալի վիճակի մասին։ 7-րդ գլխի ապրումները ժամանակավոր չէին եւ ամբողջությամբ չէին դուրս մղվել 8-րդ գլխի հաղթական դրույթներով։ Առաքյալը հստակ ասում է. Կարդանք Հռոմեացի 7-րդ գլուխ 15 խոսք։ Քանի որ ինչ որ անում եմ, ես համաձայն չեմ, ոչ թե ուզածս բաներն եմ անում, այլ հակառակը, անում եմ այն, ինչ ատում եմ։ Բոլոր բայերը մինչև այս գլխի վերջը գտնվում է ներկա ժամանակում։ 18-19 խոսքեր։ Որովհետև գիտեմ, որ իմ մեջ, այսինքն իմ մարմնականի մեջ, ոչ մի բարի բան չի բնակվում։ Որովհետև կամենալը ներկա է իմ մեջ, սակայն թե ինչպես անել այն, ինչ բարի է, ես չեմ գտնում։ Քանի որ բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, բայց չարը, որ չեմ կամենում, այն անում եմ։ 21 խոսք։ Ապա իմ մեջ գտնում եմ մի օրենք, որ երբ կամենում եմ բարին անել, չարն ինձ հետ ներկա է։ Եվ 24-25 խոսքեր։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահվան մարմնից։ Գոհություն եմ տալիս Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այսպես ուրեմն, ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, բայց մարմնականով մեղքի օրենքին։ Պողոսը այս խոսքերը գրել է իր ծառայության գագաթնակետում, սակայն մեղքի եւ արդարության միջև պայքարը նրա կյանքում դեռ չէր ավարտվել։ Ինչպես նշված է 25-րդ խոսքում, հաղթանակի ճանապարհը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով է, բայց համարի վերջում հստակ երևում է, որ Պողոսը դեռ չի հասել վերջնական հաղթանակին։ Նա գիտեր, թե որտեղ պետք է փնտրել հաղթանակը,
եւ նույնիսկ մի քանի անգամ զգացել էր դրա համը, բայց այնուամենայնիվ նա լավ հասկանում էր, որ երկրային կյանքում պայքարը չի կարելի համարել վերջնականապես ավարտված։ Սա կապված է մարմնի առկայության հետ։ Վերջնական հաղթանակը մեզ խոստացված է, բայց դեռ տրված չէ։ Պողոսն ասաց, որ ստեղծագործությունը հույսով սպասում է աշխարհի նորացմանը, եւ ինքն էլ նույն բանն էր փափագում։ Կարդանք Հռոմեացի 8-րդ գլուխ 19:22-ից 23 խոսքերը։ 19 խոսք. որովհետև ստեղծվածները մեծ ակնկալությամբ սպասում են Աստծո որդիների հայտնվելուն։ Եվ 22-23 խոսքեր։ Քանզի գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա միասին հեծում է երկնքի ցավով, եւ ոչ միայն նրանք, այլ մենք էլ, որ հոգու առաջի պտուղն ունենք, մենք ինքներս ներքուստ հեծում ենք որդեգրությանը սպասելով, այսինքն մեր մարմնի փրկագնմանը։ Պողոսը հոգնել էր մեղքից ինքն իր հետ կռվելուց, եկեղեցում եւ ամբողջ աշխարհում արկա խնդիրներից։ Նա փափագում էր հանգիստ։ Կարդանք 2 Կորինթացի 5-րդ գլուխ 2 եւ 8 խոսքերը։ 2-րդ խոսք. Դրա համար էլ հեծում ենք, խիստ ցանկանալով հագնել մեր բնակությունը, որ երկնքից է։ 8-րդ խոսք. ուստի վստահություն ունենք եւ նախընտրում ենք դուրս գալ մարմնից եւ Տիրոջ հետ լինել։ Հոգեվոր աճի նշանը դա մեղքից զերծ լինելը չէ, քանի որ մենք մեղքից զերծ կլինենք միայն երկնքում, այլ մեղավորության մասին աճող գիտակցությունը։ Կարդանք Առաջի Հովհաննես 1 գլուխ 8-9 խոսքերը։ Եթե ասենք մեղք չունենք, ինքներս մեզ խաբած կլինենք, եւ ճշմարտությունը մեր մեջ չի լինի։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, ապա նա հավատարիմ ու արդար է, մեր մեղքերը մեզ ներելու եւ մեզ բոլոր անիրավություններից մաքրելու համար։ Երկնքի թագավորության ենթակա քաղաքացիները, Տիրոջ կողմից ներված Աստծո զավակները, նրա որդու հետ համաժառանգորդները առանձնանում են մշտական մեղքերի խոստովանությամբ։ Պենտունտես, ողբացողներ, ներկա ժամանակի մասնակից, որը ցույց է տալիս գործողության երկարատևությունը։ Այլ կերպ ասած, ով շարունակում է ողբալ, չի դադարի մխիթարություն ստանալ։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ իր 95 թեզերում Մարտին Լյութերը նշել է, որ քրիստոնյայի ողջ կյանքը բաղկացած է անընդհատ ապաշխարությունից եւ կոտրվածությունից։ Դավիթը Սաղմոսներում բացականչում է։ Կարդանք Սաղմոս 38:4։ Քանի որ հանցանքներս գլխիցս վեր բարձրացան, ծանր բեռան պես, խիստ ծանր են ինձ համար։ Եվ նաև Սաղմոս 51:3։ Քանի որ ես ընդունում եմ իմ հանցանքները ու իմ մեղքը միշտ իմ առջևում է։ Նոր կտակարանում ոչ մի անգամ չի ասվում, որ Հիսուսը ծիծաղել է։ Բազմիցս ասվում է նրա արցունքների, զայրույթի, քաղցի ու ծարավի, ինչպես նաև շատ այլ հույզերի ու ապրումների մասին։ Բայց պնդել, որ նա ծիծաղել է, թե ոչ, չենք կարող։ Ընդհակառակը, մենք գիտենք, որ նա եղել է վշտի մարդ եւ ցավի տեղյակ, ինչպես գրել է Եսայան 53-րդ գլուխ 3-րդ խոսքում։ Սակայն այժմ ավելի հաճախ կարելի է լսել Հիսուսի մասին, ով ծիծաղում է, կատակներ անում եւ գրավում մարդկանց իր թագավորություն, համբերատար ժպիտով եւ գովազդային փայլով։ Զվարճությունների սիրահար թեթևամիտ կատակերգուների աշխարհը աստիճանաբար ներթափանցեց եկեղեցի եւ նույնիսկ այնտեղ պահանջարկ ունի։